Ողջույն բարեկամներ, եթերում է Ամերիկայի ձայնը Վաշինգտոնից։ Բարելույս հաղորդման հերթական թողարկումն է, ձեզ հետ է Արամ Ավետիսյանը։ Այսօր կանդրադառնանք չինական դիվանագիտության առանձնահատկություններին, աստղային պատերազմներ ֆիլմաշարին եւ մի շարք այլ հետաքրքիր թեմաների։ Մեր առաջին պատմությունը Նիկարագուից է, որը գտնվում է չափազանց զգայուն սեյսմիկ գոտում։ Հաշվի առնելով այդ հանգամանքը, երկրում մշտապես անցկացվում են ուսումնական նախավարժանքներ բնակչությանը հավանական բնական աղետին նախապատրաստելու համար։ Նիկարագուայում վերջերս անցկացվել են ազգային աղետների կանխարգելման փորձեր։ Դրանց նպատակն էր բնակչությանը նախապատրաստել երկրաշարժերի կամ երկու հրաբուխների ժայթքման ժամանակ ճիշտ արձագանքելուն եւ պատշաճ գործողությունների իրականացմանը։ Քանի որ Նիկարագուայի տարածքը բազմակի վտանգավոր է համարվում, այստեղ շատ հաճախ են կազմակերպվում նմանատիպ փորձեր։ Տեղի կառավարությունը ուշիուշով է հետևում բնության փոփոխություններին եւ փորձում արձագանքել հնարավորինս արագ։ Իսկ այժմ խոսենք կենդանական աշխարհի ներկայացուցիչներ պանդաների մասին։ Չինաստանում պանդաների մասին հոգ են տանում միջև խոր ծերություն։ Տեսեք, թե ինչ հոգատարությամբ են հետևում կենդանիներին Դուջիանգյուն կենտրոնի աշխատակիցները։ Պանդաները աշխարհում ամենասիրված կենդանիներից են։ Նրանք ապրում են մոտ 30 տարի։ Տարիքի հետ նրանց մասին հոգ տաները դժվարանում է։ Նրանց խնամողները ամեն օր մաքրում են ցանկապատները, տեղաբաշխում բամբուկը, մաքրում պանդաների խաղահրապարակը եւ նրանց համար կերակուր պատրաստում։ Չինաստանի Դուջիանգյուն կենտրոնի աշխատակիցները ամեն օր պետք է շփվեն պանդաների հետ, որպեսզի եզրակացություններ անեն կենդանիների մտավոր կացության վերաբերյալ։ Նրանց խոսքերով տարեց պանդայի մասին հոգ տանելը նույնն է, ինչ հոգ տանելը տարեց մարդու մասին։ Շարունակենք մեր թողարկումը պանդաների հետ կապված տեսանյութով։ Չինաստանում այնքան են կարևորում այս կենդանիները, որ անգամ օգտագործում են նրանց այլ երկրների հետ բարի դրացիական հարաբերություններ հաստատելու համար։ Պանդային դիվանագիտություն կոչված տերմինը գործի է դրվում այն ժամանակ, երբ Չինաստանի իշխանությունները որպես նվեր մեկ այլ երկրին են փոխանցում այս հրաշալի կենդանիներին։ Երկու հսկա պանդաներ ժամանել են Ամստերդամ։ Նրանք վերջին 3 տասնամյակի ընթացքում առաջին զույգն են, որ եկել են այս քաղաք։ Ոչ Վեն անունով եկ եւ Քսինգյա անունով արու պանդաները 16 տարով խնամակալության են տրվել Ուիթրեչտ քաղաքի մոտակայքի կենդանաբանական այգում։ Կենդանաբանական այգում պանդաների զույգի համար հատուկ բացօթյա եւ փակ սրահներ են կառուցվել, որոնք հագեցված են գիշերային հարմարություններով։ Չինաստանը տարիներ շարունակ պանդաներին օգտագործում է մյուս երկրների հետ դրական հարաբերություններ ստեղծելու համար, ինչը անվանում են պանդայի դիվանագիտություն։ Դրա վառ օրինակն էին այն երկու պանդաները, որոնց Պեկինը 1972 թվականին նվիրել էր ԱՄՆ-ի նախագահ Նիքսոնին։ Հոլանդիայի կենդանիների սիրահարներից 16 տարվա բանակցություններ են պահանջվել նրանց վերջապես հյուրընկալելու համար։ Կենդանաբանական այգու աշխատակիցները հուսով են, որ այս զույգը իրենց քոթոտ կպարգևի։ Վերջում Real Politics-ից տեղափոխվենք երևակայական քաղաքական անցուդարձերին։ Դիտենք գալակտիկական պատերազմներով, տարբեր մոլորակների միջև քաղաքական պայքարով եւ աստղային կռիվներով լի աստղային պատերազմներ հայտնի ֆանտաստիկ ֆիլմաշարի մասին պատմող մեր տեսանյութը։ Ֆլորիդայի Օրլանդո քաղաքում տեղի ունեցավ աստղային պատերազմներ հայտնի ֆիլմաշարի երկրպագուների հավաքը։ Ավանդական այս հավաքը 12-րդն է, որին մասնակցելու են եկել ֆիլմի սիրահարներ տարբեր նահանգներից։ Այն նվիրված է ֆիլմի 40-ամյա տարեդարձին։ Տարբեր հերոսներ շուրջ 4 տասնամյակ ուղեկցում են ֆիլմի հավատարիմ երկրպագուներին ու հանդիսատեսին։ Գալակտիկական պատերազմների, տարբեր մոլորակների ու աստղային կռիվների մասին այս գեղարվեստական ֆիլմաշարը շարունակում է ստեղծել նոր հերոսներ, որոնց ներկայացրել է վերջին ֆիլմի ընթացքում։ Միջոցառման մասնակիցները անմիջական մասնակցություն ունեցան միջոցառմանը, կրելով ֆիլմաշարի տարբեր հերոսների պատկերով հագուստ։ Հավաքին ներկա էր ֆիլմի ռեժիսոր Ջորջ Լուկասը, ում մասնակիցները ողջունեցին բուռն ծափահարություններով։ Այսօրվա համար նախապատրաստել ենք այսքանը, եթերում էր Ամերիկայի ձայնը Վաշինգտոնից։ Ձեզ հետ էր Արամ Ավետիսյանը։ Մաղթում ենք բարձր տրամադրություն, խաղաղ երկինք եւ ուրախ օր։ Հաջողություն բարեկամներ։